Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Տետախազությունը կբողոքարկի ազգային ժողովի նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը։ Պարտադրի զինվորական ծառայությունից եւ արժական հավաքներից կաշառքի դիմաց ազատվելու դեպքերի արդիվ քննվող քրեական բարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի աշխատակից ու բժշկական հանձնաժողովի անդամ։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը Ս.Ան քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով բացահայտ անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել հասարակության իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաեւ բռնություն գործադրել նշված քննչական վարչության քննիչի եւ ոստիկանության վաղարշապատի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ։ Քննչական կոմիտեն պարզել է, որ հանրապետությունում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզում ձեռք բերված հողատարածքում իրականացրել է ավազակոպ ճային խառնուրդի ապօրինի արդյունահանում եւ վաճառք, որի հետևանքով պետությանը պատճառվել է 59.584.320 դրամ վնաս։ Պետությանը պատճառված վնասից 25 միլիոն դրամը վերականգնվել է։ Դեկտեմբերի 6-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկում գողություն է տեղի ունեցել։ Տան բնակիչ 60-ամյա Սենիկը հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրման բացելու միջոցով մուտք են գործել բնակարան, ննջասենյակի պահարանից գողացել 4000 ԱՄՆ դոլար եւ 1.100.000 դրամ։ Դեկտեմբերի 6-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի 27 կոտորակյոթ հասցեում գործող շինանյութի խանութից է գողություն տեղի ունեցել։ Երևանի բնակիչ 39-ամյա Կարենը հայտնել է, որ նշված հասցեում գործող շինանյութի խանութի դիմացի սեղանից գողացել են խողովակներ, պատճառելով 250.000 դրամի վնաս։ Դեկտեմբերի 9-ին Մայրաքաղաքի Աճարյան փողոցում հայտնաբերվել է 31-ամյա մի տղամարդ, նա հետախուզվում էր արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու մեղադրանքով։ Դեկտեմբերի 4-ին տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ Շատին Եղեգիս ճանապարհին գտնվող իրեն պատկանող շինությունում եւ իր կողմից օգտագործվող տնակում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց, հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ, իսկ Շատին Եղեգիս գյուղամիջյան ճանապարհի շինությունում լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, 41 փամփուշտ եւ կանեփի սերմեր։ Դեկտեմբերի 10-ին Արարատ քաղաքում բախվել են 62106 մակնիշի ավտոմեքենան եւ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված կամազ մակնիշի բեռնատարը 62106-ի վարորդը տեղում մահացել է։ Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Դդմաշեն բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում 15-ամյա վարորդը տեղում մահացել է։ Դեկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Մինչև շրջփրկարարների ժամանումը Nissan մակնիշի ավտոմեքենայում բռնկված կրակի դեմ պայքարել է վարորդը Երևանի բնակիչ 40-ամյա Արտակն ու քաղաքացիները, ապա ժամանակ շրջերները մարել են այն, ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, տուժածներ չկան։ Դեկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Պարուհի-Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բանկի նախասրահում։ Շրջփրկարարները մարել են կրակը, քաղաքացուն դուրս բերել բանկից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է։